Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը։ Մայիսին Ղարաքիլիսայում, Բաշապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ, կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը։ Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Մայիսի 26-ին լուծ արվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, եւ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստան մտավ բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակը։ 1992 թվականից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին հանրապետության օր։ Իսկ ահա 2026 թվականի մայիսի 28-ը տարբերվեց վերջին տարիների մայիսի 28-երից։ Երևանի Հանրապետության հրապարակում կայացավ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը նոր սպառազինությամբ, համազգեստով ու գաղափարաբանությամբ։ Զորահանդեսին մասնակցեցին Հայաստանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, ռազմական ուսումնական հաստատությունների սաներ, հատուկ նշանակության եւ խաղաղապահ ուժերի զինծառայողներ։ Հրապարակ բերվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը եւ Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը։ Զորահանդեսը մեկնարկեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Հասերյանի հրամանով։ Դրանից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Էդվարդ Հասերյանը շրջեցին հրապարակում շարված զորախմբերի առջևով, շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ։ Նրանք ողջունեցին Մոնթե Մերկոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, խաղաղապահ ուժերի, տարածքային պաշտպանության զորքերի, ռազմական ոստիկանության, բանակային զորամիավորումների, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ եւ հատուկ նշանակության զորքերի, նաև բանակի կին զինծառայողների անձնակազմներին։ Զորախմբերի ողջույնից հետո պաշտպանության նախարարի մեքենան շարժվեց դեպի կենտրոնական տրիբունա, որտեղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո վարչապետը հանդես եկավ ելույթով։ Մինչ ելույթի մեկնարկը հնչեց օրհներգը։ Օրհներգի կատարումից հետո ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, վարչապետը առաջարկեց նախ համազարգային կրակով հարգել եւ հիշատակել այն բոլոր նահատակներին, որոնք կյանքի գնով են վճարել Հայաստանի անկախության, պետականության, անվտանգության եւ իհարկե կայացած եւ մարտունակ բանակ ունենալու համար։ Վարչապետը ողջունելով ներկաներին, պետական այրերին եւ զինված ուժերի ներկայացուցիչներին կարճ պատմական ակնարկ կատարեց, ապա ընդգծեց, որ երկար տասնամյակների պայքարից եւ թշնամանքից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հասել են խաղաղության, հասել են մի կետի, որը երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացելու նոր հնարավորություններով։ Ըստ Փաշինյանի, ներկայում Հայաստանը շարժվում է այն օրակարգով, որ ինչպես հազարամյակներով գոյություն է ունեցել, այնպես էլ այդ մտայնությամբ եւ հստակ քայլելով շարժվելու է նաեւ ապագայում։ Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա, երբ պետությունն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների եւ որոշումների առանցքային ելակետ, եւ պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։ Պետության վերելքի այս հայեցակարգը առաջնորդում է մեզ եւ մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով եւ հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը,
պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դարձնելը, ներառյալ թրիփ նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը եւ բարեկեցությունը ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են։ Շարունակելով իր ելույթը վարչապետը ընդգծեց, որ առաջնորդվելով խաղաղության տրամաբանությամբ եւ կողմ լինելով հարևան պետությունների հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերություններ ստեղծելու օրակարգով, այնուամենայնիվ ժամանակակից աշխարհում անտանգային միջավայրի ստեղծումը կարևոր պայման է անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետեւ պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում եւ այսօր մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։ Փաշինյանի ելույթին հաջորդեց 2022 թվականից ի վեր Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռք բերված նաև հայրենական արտադրության բազմապիսի զինտեխնիկայի հանդիսավոր ցուցադրությունը։ Հանրությանը ներկայացվեցին հրթիռարետանային ժամանակակից զինտեխնիկան, այնպես էլ հոբ համակարգերը, ԱԹՍ-ները, ավիացիան։ Ընդգծենք, որ Հանրապետության օրվա առթիվ եւ զորահանդեսի կապակցությամբ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, պետական այլ այրեր։ Նրանց բոլորի ուղերձներում կարմիր գծով անցնում էր Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության, պետականության եւ խաղաղության պահպանումը։ Զորահանդես հաշվետվությունից հետո Հանրապետության հրապարակում ներկա հազարավոր քաղաքացիներ ծափահարություններով ու Նիկոլ վարչապետ վանկարկելով ճանապարհեցին Նիկոլ Փաշինյանին եւ մյուս պետական այրերին։